Գյումրի բոլորս մեր ընտրողների քվեների տերն ենք, ես մեկը հայտարարել եմ, որ եթե ընտրություններում չեմ ստանալու առավելագույն ձայներ, ապա աջակցելու եմ ընդդիմադիր առավելագույն ձայներ հավաքած թեկնածու։ Ինչ ասել ենք, դա էլ արել ենք։ Դե ինչ կարծիք ունի այդ ամեն ինչի վերաբերյալ։ Շնորհավորեմ, հուսով եմ Գյումրին ունենալու է այն արժանի զարգացումը, որի մասին բոլորս երազում ենք։ Անկախ նրանից, թե որ կուսակցություն կամ բան եք ներկայացնում, դուք իմ մոտ հարկանք եք վայելում։ Այն երկտե չեմ մոռացել, Վարդան Ժան-Կլոդ Վարդան։ Սաղը տեղից է սկսել, պարոն Ղուկասյան։ Ջիպը դու կրուգտան Մենք մեր ձայներով ապահովել են Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը։ Մենք մասնակցություն չենք ունենալ գործադիրում, հավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ կախված առողջական խնդիրների հետ, մասնակցելու ենք ամբողջ կազմով, քննարկումների արդյունքում նախաձեռնությունները ներկայացրած գործադրի կքննարկենք, դրական ունեցանք որոշում կողմ կքվեարկենք, բացասական ունեցանք բացասական։ Պարոն Մխիթարյան, Մարտուն Գրիգորյանը իշխանությունները այսօր նոր ընտրություններ պետք է լինեն, որպեսզի Ես նման կարծիք չունեմ, կարծում եմ ճիշտ կլինի։ Դե իրենք ամեն ինչ կարող են ասել։ Ասում եմ, որ աշխատանքը կտապալվի եւ չի հաջողվի։ Եկեք ապրենք, կտեսնենք, հավագանու հաջորդ նիստին կտեսնենք, կա ճգնաժամ, չկա ճգնաժամ, որովհետև ժամանակից շուտ ինչ որ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ես հասկանում եմ հուզառատությունը իշխող ուժի, որը Գյումրիում այլևս իշխող ուժ չի, իրենց հայտարարությունների հուզառատությունը, հուզմունքը, բայց կարծում եմ ճիշտ կլինի իրենց հարցնել այդ ամեն ինչի վերաբերյալ, հավագանու հաջորդ նիստը նշանակված է, այդ նիստի օրը կտեսնենք։ Սպառնալիքը, որ եթե Գյումրեցու գլխից մի հատ մաս պակասեց, պատասխան եք տալու պատրաստ եք։ Ես չգիտեմ Նազելի Բաղդասարյանը ինչի մասին է խոսում, ու չգիտեմ կոնկրետ որ մարդը որ մազը նկատի ունի, եթե գիտի կոնկրետ մարդ, որի գլխից ինչ որ կոնկրետ մազ է պակասելու, կարծում եմ ճիշտ կլինի դիմեն ուժայիններին, որ հենց այդ մարդու նկատմամբ կոնկրետ հսկողություն սահմանեն, այդ մազին շատ լավ վերաբերվեն, ուշադիր վերաբերվեն, այդքան է։ Պարոն Մխիթարյան, ձեր շտապողականությունը Պարոն Մակարյան, խնդրում եմ ձևակերպումների մեջ, խնդրում եմ ձևակերպումների, պարոն Մակարյան, դուք արդեն շատ երկար ժամանակ, ասեք, որ պարոն Գրիգորյանի ասածն եք ցիտում, գոյություն ունի օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ, օրինակ չգիտեմ 24 ժամ, որի ընթացքում եթե դու որոշում կայացնում ես դա շտապողականություն է, իսկ եթե չէ դանդաղկոտություն։ Կա նման բան։ Չէ, ուղղակի մի վարքյան։ Հակառակ դեպքում դանդաղկոտություն։ Պատկերավորած առավոտյան դեռ սուրճը չխմած, ոնց որ շտապեցիք հայտարարություն տարածեցիք Պարոն Գրիգորյանի ձևակերպումները կարծեմ նմանատիպ չեն եղել։ Դա ձեր ձևակերպումն է։ Առաջարկում եմ ձեր ձևակերպմանը չպատասխանեմ, որովհետև ես նման բան չեմ գտնում։ Առաջինը հայտարարել է, որ իր քվեներով աջակցելու է պարոն Ղուկասյանին Կարեն Սիմոնյանը։ Ես հայտարարել եմ առավոտյան, հայտարարել եմ այն, ինչը հայտարարել եմ դեռևս ընտրություններից առաջ, որ եթե ես առավելագույն ձայներ չեմ ստանալու, ապա սատարելու եմ ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի թեկնածուին, ինչ ասել եմ, դա էլ արել եմ։ Հիմա, եթե կա որակավորում դա շտապողականության, եկեք հիմա ճիշտը խոսենք, ինչի հետ դա կապված պետք է լինի։ Դուք գուցե տեղյակ եք, որ 4 թեկնածուները իրար այդ բանակցությունների սեղանին նստած են եղել եւ ինչ որ բանակցություններ են տեղի ունեցել, այդ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել այդ հայտարարությունները։ Դուք գիտեք նման բան։ Գուցե չլինեն հայտարարությունները, բայց բանակցությունները հետո դրան հետևեն արդեն։ Մի վարքյան, այդ ով է ասում գուցե։ Այդ գուցեն պիտի որոշեին 4 թեկնածուները։ Եթե 4 թեկնածուները քարոզարշավի 15 օրերի ընթացքում չեն ունեցել ոչ մի նմանատիպ քննարկում։ Եթե չեն, մի վարքյան, բայց կա որոշակիորեն սոցիալական բան, չափումներ, չէ, հարցումների տվյալներ։ Այսինքն բոլոր քաղաքական գործիչները այսպես թե այնպես իրենց քարոզարշավը նաև կառուցում են այդ տվյալները հաշվի առնելով։
Հիմա եթե այդ տվյալները անդադար խոսում էին նրա մասին, որ չի լինելու ոչ իշխանության կողմից, ոչ ընդդիմության կողմից գետ 1 ներկայացուցիչ, որը հավաքելու է 50+ ձայներ։ Դա նշանակում է, որ եթե գոյություն է ունեցել հիպոթետիկ պլան B կամ պլան C, դրա մասին արդեն տեխնացուները պետք է որ սկսեին քննարկումները մինչև ընտրություններ։ Եթե նախնական արդյունքների հրապարակումից 1 ժամ հետո տեխնացուներից մեկը արդեն հայտարարում է իմպերատիվ, որ ինքը միանում է կամ իր ձայնը տալիս է, չասեմ միանում է, որովհետև ոչ մեկի չի միացել, այսինքն մենք մեր ձայներով ապահովել ենք ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը։ Եթե պարոն Սիմոնյանը ընդամենը 1 ժամ-ժամուկես հետո վիդեոուղերձով հայտարարեց, որ ինքը իր քվեները տալու է քաղաքապետի տեխնացու պարոն Վարդան Ղուկասյանին, դա նշանակում է, որ նման բանակցություն նույնիսկ 1 ժամ հետո տեղի չի ունեցել։ Իսկ եթե ես հայտարարել եմ առավոտյան ժամը 9-ին, դա նշանակում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ըստ այդմ, ես պարոն Գրիգորյանին շատ հարգում եմ, իր ձևակերպումներն են, որոնց հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, առաջարկում եմ իրեն հարցնել, ինչի էինք այդ ձևակերպումները տալիս։ Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք։ Իսկ առիթ ունեցել եք իրենց զրուցելու Մարտուն Գրիգորյանի այս օրերին ձեր հայտարարությունից հետո։ Վարդան Ղուկասյանի հետագա ներողություն, ոչ մեկի հետ առիթ չեմ ունեցել այս օրերի ընթացքում ընտրություններից հետո խոսելու, ոչ մեկի հետ, ոչ դեմարդեմ, ոչ դեմարդեմ, ոչ միջնորդավորված։ Վարդան Ղուկասյանի հետագա գործողությունների համար պատրաստ եք նաև դուք պատասխան։ Մենք գործադիրում, իդեպ պարոն Ղուկասյանը հանրայնորեն ինձ առաջարկել էր գլխավորել մշակույթի բաժնի պետի պաշտոնը, հայտարարում եմ, որ նման բան չի լինելու, մենք գործադիրում մասնակցություն չենք ունենալու, մենք մեր առաջարկությունները ներկայացնելու ենք քաղաքապետին, մեր ծրագրերը, եթե այդ ծրագրերի քննարկման արդյունքում հասկանանք, որ կարող ենք համատեղ ինչ-որ բաներ իրականացնել, կիրականացնենք, եթե ոչ, իսկ ինչի պետք է ստանանք։ Որովհետև քվեարկել եք եւ նրան կներեք, մենք տվել ենք մեր ձայները, մեր նվազագույն խնդիրը, որը որպես քաղաքական ուժ, որը հայտարարել ենք, այսինքն ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Մենք հայտարարել ենք, ես անձամբ ընտրություններին մասնակցելուց հայտարարել եմ, որ եթե մեր կուսակցությունը չստանա առավելագույն ձայներ, որպեսզի մենք կարողանանք ձևավորել իշխողուշ դառնանք, ապա մենք մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի ընտրությունը։ Ձեր կարծիքով ԿՊԻ կհաջողվի հասնել արտահայտ ընտրություն, ինչ որ ճգնաժամ առաջացնել կամ ինչ որ մի բան անել, մի բան մշակել, որ իր ոճի մեջ։ Իմ կարծիքները կպահեմ ինձ, որովհետև եթե նման բան խոսել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, պետք է իրենց հարցնել դրա մասին, ինչ իրենք նկատի ունեն։ Ես ամեն դեպքում մինչև հաջորդ նիստը նմանատիպ ինչ որ ճգնաժամ կամ ապոկալիպտիկ այլ մտքերին ուշադրություն չեմ Պարոն Մխիթարյան, իշխանականները վերհիշել էին ձեր խոսքերը 2020-ին ասաց, որ օդում կախված լուրեր կան, որ Անդրանիկ Քոչարյանը եւ Վարդան Ղուկասյանը թալանել են Գյումրին եւ որպեսզի այդ խոսակցություններին կամ վերջնականապես վերջ տրվի, պետք է կամ հանձնաժողով ստեղծի կամ ինչ որ կերպ հերկվի այդ ամենը։ Հիմա դուք ավականու անդամ եք, պատրաստվում եք նման հանձնաժողով ստեղծել, քննարկելու թալանիկը ունի ավականին նման գործառույթ ունի թե չէ, ինչ ասել եմ շարունակում եմ պնդել, որ եթե կան օդում կախված լուրեր, կախված Անդրանիկ Քոչարյանի հետ, պարոն Ղուկասյանի հետ ու 7 տարի իշխանության տվյալ ուժն է ու ոչ մի բան տեղի չի ունենում, կամ կարծեմ հենց այդպես էլ ասել եմ, կամ ստեղծեք հանձնաժողով, բացահայտեք այդ ամեն ինչը, կամ մեկընդմիշտ դադարեցրեք այդ խոսակցությունը, որովհետև 7 տարի անընդհատ խոսել մեկի կամ մյուսի թալանի մասին ու չտալ այդ խոսակցություններին շոշափելի ընթացք, դա պոպուլիզմ է։ Գյումրեցին հաղթեց թե ոչ, որտեղ ընտրությունների արդյունքում ոչ մեկ 50%-ից ավել ձայն չի հավաքել եւ Վարդան Ղուկասյանն էլ այսպես։ Ընդդիմությունը ունի 19 մանդատ, չէ՞, Անջան, այսինքն մեծամասնությունը մանդատների պատկանում է ընդդիմությանը։ Հիմա այն 17000 ձայն տված գյումրեցիները գյումրեցի են, իսկ այն մնացած ձայն տվածները գյումրեցի չեն։ Ըստ այդմ Գյումրիում հաղթեց վստահաբար գյումրեցիների մեծամասնության որոշումը,
որովհետև 4 ուժեր իրենց քվեներով վստահաբար ավելի շատ գյումրեցիների քվեն ներառում, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ քաղաքականության մեջ նման բաներ ոչ թե լինում են, այլ օրինաչափ են։ Այդքան էլ այդպես չի։ Մարտուն Գրիգորյանին ընտրել էին նրանք, ովքեր դեմ էին Վարդան Ղուկասյանին եւ հակառակը։ Կներեք, դուք բոլոր 7000-ին Մարտուն Գրիգորյանին ձայն տվածներին հարցրել եք Ամիջան, որ հենց դրա համար կներեք, արդյոք դուք բոլոր 7000-ի փոխարեն կարող եք նման պնդում անել։ Ես նման պնդում չէի անի, որովհետեւ պարոն Ղուկասյան, կարծում եմ, որ պարոն Գրիգորյանը իր ընտրողների հետ հարաբերվելու ոչ մի տեսակի խնդիր չունի։ Ու եթե իրեն քվե տված 7000 մարդկանցից գոնե 1000-ը կամ գոնե 100-ը խնդիր կունենան այս որոշման հետ, կարող են պարոն Գրիգորյանին տեսնել կամ խմբակցության մյուս անդամներին տեսնել եւ ասել մենք օրինակ 100 հոգով ձեզ ձայն չենք տվել։ Օրինակ, մեր ընտրողների մեջ էլ վստահաբար կան մարդիկ, որոնք թե կոմենտներով, թե զանգերով մեզ ասում են, որ օրինակ մենք չենք ուզում, մենք ուզում ենք Facebook-ում Ես Մարտուն Գրիգորյանի հարևանի, ամեն հարևանի գրված Գիտեք, ձեր ավականու անդամներից մեկը ինքնաբացառք հայտնեց։ Մանդատը չվերցրեց։ Այո, իսկ ինչի հետ է կապված դա։ Ինչի հետ է կապված։ Այո, ինչ հայտարարել է Տիկին Սուսանան, հենց դրա հետ էլ կապված է։ Տեսեք, այս բանի ընթացքում, քարոզարշավի ընթացքում ու հատկապես ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո բազմաթիվ զավեշտալի տեղեկություններ են տարածվել, մեկը նաև իմ վերաբերյալ իմ որոշման հետ կապված ձևակերպումներ են տվել, որոնց էլ եմ ասում, ես այդ ձևակերպումների հետ հաշ չեմ ուղղակի այդ ձևակերպումները հղողներին, օրինակ նույն շտապողականությունը, որը պարոն Մակարյանին նոր շատ երկար բացատրում է, որ այդ ձևակերպումը նվազագույնը հասկանալի ձևակերպում չի։ Չկա օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ հասկացողություն, որի արդյունքում եթե դու հայտարարում ես, դու շտապել ես, իսկ եթե չես հայտարարում, դու դանդաղել ես, որովհետև նորից կրկնում եմ, որ ընդդիմության 4 թեկնածուները նստած չեն եղել բանակցային սեղանի շուրջ, քննարկում ծավալված չի եղել, այդ քննարկումը ծավալված չի եղել ոչ ընտրություններից առաջ, ոչ առավել ևս ընտրություններին հաջորդող մի քանի ժամվա ընթացքում։ Հենց այդ պատճառով էլ պարոն Սիմոնյանը կարծում եմ առաջինը հայտարարեց այն, ինչ որ հայտարարեց։ Պարոն Մխիթարյան, այդ ինչ չեք բացատրում, հանրության եք բացատրում, որտեղ պարոն Գրիգորյանը հանրության համար արել է։ Դուք ձեր կողմից ձևակերպումներ եք անում պարոն Մակարյան կախված առավոտյան սուրճի հետ դրա համար։ Ինչ վատ է։ Ես սուրճ առավոտյան եմ ցերեկները ես գիտեմ ձեր պատկերավոր բացատրությունները հակառակը սերել է։ Հիմա մի բան, պարոն հատկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցուդարձի հետ կապված ինչ կստացվի։ Ինչ կանվանեիք։ Չհասկացա։ Եթե երկ գրեիք, ես անցուդարձի հետ կապված։ Կա այդ երկը վաղուց կա գրված Հատա Սիմոնյանը գրել է։ Որն է։ Տեսար ինչ եղավ։ Իսկ հայ պրոջեկտի գործունեությունը շարունակվելու է, թե Այ դրա մասին էի ուզում խոսել, բազմաթիվ հայ միջայլ Գյումրի քաղաքին, քաղաքապետարանին բոլոր խմբակցությունները ներառել։ Բացի դրանից, մի ամիս հետո տեղի է ունենալու մեր երիտասարդների շրջանավարտների համար շատ սպասված մի արարողություն, խոսքը վերջին զանգի մասին է, եւ մեր խմբակցությունը քաղաքապետին առաջարկելու է վերջին զանգի կազմակերպչական բոլոր ծախսերը, կազմակերպչական հարցերը մենք վերցնում ենք մեր վրա, առաջարկելու ենք, որ վերցնենք մեր վրա, Գյումրիի կենտրոնական հրապարակում կառուցենք բեմ, որը երբևիցե կառուցված չի եղել, շքեղ ձայնային ու լուսային էֆեկտներով եւ մեր շրջանավարտներին մատուցել Հայատ պրոջեկտի այն շոու ծրագիրը, որը լեփլեցուն դալիչներ է հավաքել միանշանակ։ Դա իմ խոստումն է եղել ու ես այդ խոստումը կատարել եմ, կներեք։ Ու հանդես են գալու հենց այն շոու ծրագրով, որը լեփլեցուն դալիչներ է հավաքել թե Երևանի մարզահամերգային համալիրում, թե Լոս Անջելեսի Փիկակ համերգասրահում, մեկին մեկ նույն ծրագիրն է լինելու, իհարկե նոր երկերով հանդերձ եւ վստահ եմ, որ այն մարքեթինգային
պլանը, որը մենք պատրաստվում ենք իրականացնել, առաջարկելու ենք, Գյումրի այդ օրը բերելու է ոչ միայն Գյումրիի շրջանավարտներին, երիտասարդներին, իրենց ընտանիքի անդամներին, այլ մարզի շրջանավարտներին եւ իհարկե իր տեսարժանությամբ ու սպասելիությամբ, որովհետեւ Գյումրին շատ է սպասել Հայատ պրոջեկտի բացօթյա համերգին, վստահ եմ, որ պատճառը, որ հիմա եկան, այսինքն ստացվում է, որ տեսեք, ես մի քանի անգամ ասել եմ, որ օրինակ նախկին քաղաքապետը Վարդգես Սամսոնյանը այնպես չի, որ իրենց կողմից եղել է նման առաջարկություն ու այնպես չի, որ այդ առաջարկությունը մենք մերժել ենք։ Նման առաջարկություն չի եղել, ըստ այդմ եթե կքննարկենք ու կորոշենք, այսինքն մենք երբևիցե պատճառ թե ֆինանսական, թե ժամկետային չենք առաջացրել, եթե նման առաջարկություն լիներ։ Ըստ այդմ ներողություն ավարտեմ միտքս։ Մենք պատրաստվում ենք բոլոր ծախսերը ու կազմակերպչական հարցերը վերջին զանգի հետ կապված վերցնել մեր վրա, վստահ եմ փայլուն ենք դա իրականացնելու։ Դա նաև մենք ենք վճարելու, ես եմ վճարելու, ընկերներիս հետ։ Բացի դրանից, մենք առաջարկելու ենք, որ Գյումրիի բյուջեով այդ օրվան նախատեսված գումարը տրամադրվի, այսինքն ստեղծվի հանձնաժողով բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված եւ այն գումարը, որը չգիտեմ չափը ինչքան է, ենթադրում եմ մի քանի միլիոն դրամ է լինելու։ Ինքը վստահաբար չէր փոխհատուցելու այն ամեն ինչ, ինչ որ մենք պլանավորում ենք անել, Նարեկ ջան, դա անհամեմատ մեծ ծախսերի մասին է խոսքը, բայց մենք դա անելու ենք մեր հաշվին, իսկ այդ գումարը խնդրելու ենք ու առաջարկելու ենք, որ ընդունելության քննություններից հետո տրամադրվի Գյումրիի այն շրջանավարտներին, ովքեր ամենաբարձր բալերով ընդունված կլինեն հենց վճարովի համակարգում, կոնկրետ հատված որոշվի այդ գումարից, ենթադրենք 100,000 դրամ տրամադրվի ամենաբարձր բալերով ընդունված վճարովի համակարգում սովորող առաջի կուրսեցիներին, այդպիսով նաև սոցիալական լուրջ աջակցություն իրենց ցույց տալու համար։ Մամուլի հրապարակումներին անդրադառնանք, ինձ թվում է երևի նրանից է գալիս, որ չենք տեսնում, որ Հայաթի անդամները աջակցություն ես պարոն Ֆարադյանի մոտ կարծեմ հարցազրույցի ժամանակ ամենասկզբում, երբ որ նոր քարոզարշավը սկսվում էր, հայտարարել եմ, որ այս ընթացքում չեմ օգտվելու Հայատ պրոջեկտի հանրային ռեսուրսից, դեպ տեսակ չօգտվեցի։ Բոլորին խնդրել եմ տղաներին եւ աղջիկներին զուս պահել իրենց, որպեսզի ես գիտեի ինչ հարվածի տակ եմ լինելու ես իրենց սիրում եմ իմ երեխաների պես, իրենք իմ երկրորդ ընտանիքն են, այսպես ասած, ու ես չեմ ուզեցել իրենց հավելյալ հարվածի տակ դնեմ։ Նարեն ինքնակամ, ինքնուրույն առանց իմ հետ համաձայնեցնելու արել եմ երկու հրապարակում, որի համար ես զանգահարել եմ իրեն, ասել եմ Նարեկ ջան, շնորհակալ եմ։ Այո, ու նաև դա է պատճառաբանություն բերում, որ դե ես արել եմ, բայց ուղիղ չեմ ասել, բայց մարդիկ հասկացան հիմա շարունակում եմ պնդել, որ Հայատ պրոջեկտի ռեսուրսը երբևիցե քաղաքական նպատակներով չեմ օգտագործելու եւ Հայատ պրոջեկտը հանդես է գալու այն նման նախաձեռնություններով կոնկրետ իրեն սպասող հանդիսատեսի մոտ ելույթ ունենալով, իսկ վստահաբար Գյումրիում շատ-շատերը, եթե չասեմ հազարավորները ու նաև մարզում ու նաև Երևանից վստահ եմ, այդ օրը շատ մարդիկ են գալու, նաև տուրիստական հոսք ենք մեծ ապահովել։ Դեպend ձեր գործը ինչ եղավ, որ դες հրավիրել են քննչական կոմիտեն շուտ։ Այս սպասում եմ, չգիտեմ։ Դեռ չեն կանչի։ Խոսեցիք տոներից, բայց չասեցիք մի տոնի մասին, որը հեղափոխությունից հետո է կարծես ամրագրվել, քաղաքացու օրվա մասին։ Քաղաքացու օրը Գյումրիում ո՞նց եք նշելու։ Կներեք, քաղաքացու օրը իմ համար ոնց անհասկանալի տոն եղել է, այդպես է անհասկանալի տոն մնում է, որովհետև այդ տոնի հետ կապված որոշ մարդիկ կարող են ունենալ հիշողություններ, որ իրենց մոտ ստացվել է գալ իշխանության, ես այդ տոնը սկո օրերի մեջ կներառեի Հայաստանի Հանրապետության, սև գույնով կներկեի, որովհետև այդ օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում խորոված ուտելու կուլտուրան դարավ գերակա մշակույթի, գիտեք, ես մի անգամ ասել եմ, թե մայիսի 8-ը, թե մայիսի 28-ը, թե մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանի ընտրության ենթատեստ ես մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանի ընտրության ենթատեստով երբեք չեմ վերաբերվել ու երբեք չեմ վերաբերվելու, իմ համար մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է, այդպես եղել է, այդպես կա ու այդպես մնալու է, իսկ թե այդ օրը Նիկոլ Փաշինյանը
ինչպես դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ինչ փորձանքներ ու ինչ կործանում բերեց մեր պետությանը, դրա մասին ավելի հստակ հետագայում պատմաբանները կխոսեն, կարծում եմ դատա իրավական համակարգն էլ կխոսի դրա մասին։ Քարյան, դուք խոսեցիք ձեր ծրագրերի մասին։ Ընտրությունը միջոց է, չէ՞, այդ ծրագրերն իրականություն դարձնելու։ Այստեղ դուք ձեր 3 քվեն տվեցիք Վարդան Ղուկասյանին միայն որ իշխանափոխություն լինի այստեղ, թե որ վստահ եք, որ այն ծրագրերը, որոնք խոստացել է կատարել, իրականություն կդարձնի։ Ես նոր ավագանու նիստի ժամանակ էլ իմ ելույթում ասեցի, որ մենք կատարել ենք նվազագույն խնդիրը որպես ընդդիմադիր ուժ։ Մենք ապահովել ենք Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի չընտրությունը։ Գյումրին ունի ընդդիմադիր ուժ ներկայացնող քաղաքապետ։ Դա եղել է իմ ծրագրի մասերից մեկը, որի մասին ես բաց հայտարարել եմ, երբ որ ներկայացրել եմ ինձ որպես քաղաքապետի թեկնածու։ Բացի դրանից, մեր ծրագրերը, ինչ ծրագրեր, որ ես ներկայացրել եմ մեր ընտրողներին, ես այսօր էլ ասեցի, մենք քաղաքապետին իհարկե ներկայացնելու ենք։ Ու եթե քննարկման արդյունքում հասկանանք, որ այդ ծրագրերի ինչ հատված կարողանալու ենք իրականացնենք, մենք ստանձնելու ենք մեր մասով դրա իրականացումը։